Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում Բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նշանակությունն ու կարևորությունը դժվար է գերագնահատել։ Թե ինչու է այդպես ստացվել եւ ինչ նարատիվներ են մեզ ուղեկցելու մոտակա ամիսներին, կքննարկենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Պարոն Քոչինյան, ես մի դատողություն արեցի սկզբում եւ նախ կուզեմ ձեր կարծիքը իմանալ, այն մասին թե դա իմ ներքին համոզմունքն է, բայց կուզեմ դուք էլ կիսվեք ձեր կարծիքով, արդյոք այդ դատողությունը ճշմարտացի է, թե ոչ, արդյոք 2026 թվականի ընտրությունները հատուկ կարևորություն ունեն եւ ինչու է այդպես։ Ամբողջովին համաձայն եմ ձեր հետ, որ սրանք յուրահատուկ կարևոր, թեպետ ցանկացած ընտրություն իհարկե կարևոր, որտեղ ցանկացած ընտրությունից կախված է երկրի ապագան, բայց այս ընտրությունները այդպես է ստացվել պատմականորեն, որ ունեն որոշակի յուրահատկություններ, ընդ որում տարբեր շերտեր կա, հա, սկսենք ավելի այսպես անմեղ շերտերից, հեղափոխությունից հետո մենք դուրս չենք եկել դեռևս այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցիկլերից, սա առաջին հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու հեղափոխական փոփոխություններից հետո Հայաստանում եւ սա չափազանց կարեւոր քննություն է, փորձություն է Հայաստանի ժողովրդավարական ուղու տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ նոր ժողովրդավարական զարգացման նոր փուլի մասին մենք հնարավորություն կունենանք խոսելու այն ժամանակ, երբ որ այսպիսի հերթական ժողովրդավարական ընտրությունները անցնեն ու մի հատ օրինակ ընդդիմությունը հաղթի։ Այդ դա կդառնա ուրիշ Հայաստանի։ Որը որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններով ընդդիմությունը հաղթի եւ գա իշխանության, ընդ որում ժողովրդավարական ընդդիմություն այլի խոսքը նրանց մասին չի։ Այդ օրը Հայաստանը կդառնա բոլորովին ուրիշ երկիր, ես կարծում եմ։ Այս առաջին այսպես բնականոն զարգացման տրամաբանության մեջ։ Երկրորդը, այս պայմանությամբ մենք կանած ենք այսպես տարածաշրջանային լրջագույն փոփոխությունների, խաղաղության եւ պատերազմի հիմնահարցերին վերջնական պատասխաններ տալու եւ նաեւ մեզանում ուրեմն Հայաստանի ապագայի վերաբերյալ տարբեր տեսակետների բախումների կիզակետում այս երեք նշածս հարցերից որևէ մեկը դեռ պատասխանված չէ, իշխանությունը ձևավորել է իր համար որոշակի պատասխաններ այս հարցերին, ընդ որում եթե շատ ազնիվ լինենք, ձևավորել է այդ պատասխանները բոլորովին վերջերս, 7 տարվա մեջ այս բոլոր 3 հարցերով այս իշխանությունը երկարատև դեգերումների մեջ ա եղել եւ ի վերջո եկել է իր համար ինչ-որ կոնկրետ այսպես բանի է հասել, հանգրվանի է հասել եւ նույնակերպ ընդդիմությունը, արմատական ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը նույնպես իր համար այս 3 հարցերի համար որոշակի պատասխաններ ա ձևավորել, դրանց մի մասը բացահայտ կոմունիկացնում է հասարակության հետ, մի մասը այնքան էլ բացահայտ չի կոմունիկացնում հասարակության հետ, բայց այսպես իշմաններ տալիս է եւ այդ հարցերի պատասխանները բնականաբար պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը ու այդ հարցերի պատասխաններից է կախված լինելու ապագա սերունդների կյանքը այս տարածքում, այս պետության որպիսությունը, այս պետության հարատեվությունը ընդհանրապես։ Պարոն Քոչինյան, դուք նշեցիք հիմնական թերևս առանցքային են նարատիվները, որոնք որ ակտուալ են այսօր, մենք չգիտենք գուցե դրանք որոշ փոփոխությունների ենթարկվեն ընտրությունների ընթരാճ կամ քարոզարշավի ընթացքում, բայց կարելի է կարծել, որ սա է լինելու հիմնական, այսպես հա, եթե այն ժամանակ խոսքը գնում էր կոռուպցիա եւ ոչ կոռուպցիա, հա, նախկին ներկա, սև եւ սպիտակ, շարունակվելու է բնականաբար այս բևեռացումը, բայց հիմնականում երևի լինելու է այս անվտանգային գլոբալ ռազմավարական հարցերի շուրջ եւ այո իշխող քաղաքական ուժը ձևակերպել է իր մեսիջները հիմնական կարծես հա իրական Հայաստան խաղաղություն հարևանների հետ սահմանների բացում բալանսավորում եւ քայլեր որոշակի արվում են այդ ուղղությամբ տեսնում ենք ընդդիմությունը բոլորովին վերջերս այո հրապարակայնորեն ասում է, որ եթե իրանք կան իշխանության, եթե մինչև այդ ընդ որում դա այսպես լատենտ էր այդ ամեն ինչը, հիմա բացահայտ ասվում է, որ եթե մենք գանք իշխանության, մենք չեղարկելու ենք օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագրերը եւ վերադառնալու ենք նոյեմբերի 9-ի համաձայնագրին։ Սա է լինելու մեր հիմնական դիսկուրսը եւ եթե այդպես է ընդդիմության այս թեզը կամ այս նարատիվը հաջողության ինչ հնարավորություններ ունի։ Տեսեք, Հայաստանում խաղաղության եւ պատերազմի
հարևանների հարաբերությունների կարգավորման եւ դրա բացակայության թեմաները անուղղակիորեն, ալիշտ ուղղակիորեն եւ անշեղորեն կապված են Ռուսաստանի թեմայի հետ։ Այդ երկու թեմաները իրարից հնարավոր չէ սպայությամբ առանձնացնել։ Եվ ես կարծում եմ, որ ընդդիմությունը հիմնականում փորձել է օգտագործել հենց այդ խաղակարտը, այ որ շատ էլ հնարավոր է դեռ ոնց որ ասած շարունակել, այ Ղարաբաղն էլ հնարավոր հետ բերել, ամեն ինչ հնարավոր է, դրա համար մեզ պետք է որպեսզի ցարը մեզ ների եւ ցարը մեր հետ լավ լինի։ Եթե շատ այսպես գրոտեսկացնենք, ապա ընդհանուր առմամբ ես կարծում եմ մեսիջը դա է լինելու, որ եթե մենք գանք, մենք հո գիտենք ցարի հետ ոնց է պետք աշխատել, ոնց է անել, ոնց է պետք անել այնպես որպեսզի ցարը մեզ սիրի եւ մեզ չար թուրքերից ու չար ադրբեջանցիներից պաշտպանի։ Ի վերջո մենք 20 տարի պաշտպանում էինք, ցարը մեզ պաշտպանում էր չար ադրբեջանցիներից, չար թուրքերից, հետո եկավ այս իշխանությունը եւ ցարը մեզ արևս չպաշտպանեց։ Հիմա ես կարծում եմ նորից եթե շատ այսպես բարձրացնենք պրիմիտիվացնենք, մոտապես սա է լինելու այդ խոսակցությունը։ Սրան ի հակառակ ըստ էության ինչ առաջարկելու իշխանությունը առաջարկելու է այ կարգավորումներ հարևանների Հայաստանի համար կարգավորումներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, փորձել խաղաղություն կառուցել, նաեւ այն թեզը առաջ տանել, որ առանց խաղաղության այս պետությունը հարատև կայուն ապագա ունի կամ գաղութի ապագա Ռուսաստանի համար կամ հարևաններից նույնիսկ պարտություններ կրել եւ ավելի կազմալուծված միջոր վիճակում հայտնվել ու բանավեճը հիմնականում գնալու է սրա շուրջ, ընդ որում այս բանավեճը ես տարբեր մարդիկ ասում են հանգարց նես չանենք որ մեր ընտրությունները դառնան աշխարհակաղակական ուրեմն թեմա, մեր ընտրությունները արդեն դառել են աշխարհակաղակական թեմա, արդեն ուշ է, եթե մարդիկ կան որոնք կարծում են մենք դեռ կարանք խուսափենք այդ ճակատագրից, հիասթափեցնեմ իրենց, մենք արդեն այդտեղ ենք եւ արդեն իսկ Հայաստանի ընտրությունները դեռ նույնիսկ նախընտրական փուլ չմտած դարձել են աշխարհակաղակական բախման լրջագույն կիզակետ եւ աշխարհակաղակական կենտրոնները ներդրումներ են անելու, ռեսուրսներ են ծախսելու մենք ապառնիով ենք խոսում, հա, ապագայի մասին ենք։ Չէ, իրականում մեկը արդեն առնվազն մեկը արդեն այդ մարտի մեջ է մտա ամբողջ գործիքակազմով, այսպես ինչ որ տարբեր մեդիա ռեսուրսներ են նոր բացվում, փորձագետներ են հայտնվում, քաղաքական ուժեր են ձևավորվում ընթացս, նախկիններին գումարվում եւ այդ ամեն ինչ արդեն սկսել է, այդ ամեն ինչը շատ սասկանալու է, մենք տեսել ենք թե այդ ամեն ինչը ոնց է աշխատել Մոլդովայում, ես ունեմ բավական լուրջ մտահոգություն, որ Հայաստանում դա շատ ավելի սաստիկ է լինելու, քան էջ Մոլդովայում, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի համար այս պայծրությամբ ես կարծում եմ թե պրեստիժի առումով, թե Հարավային Կովկասը ընդհանրապես չկորցնելու առումով չափազանց կարևոր ուրեմն հարց է դարձել այդ 26 թվականի ընտրությունները եւ ռեսուրսների ուղղակի անսահմանափակ ռեսուրսներ են դրվելու այդ հարցերի մեջ։ Ռեսուրսը դրվեց, պետք է այդ ռեսուրսը դրվի ինչ որ մի նարատիվ կամ ինչ որ մի գաղափար առաջ տանելու եւ մարդկանց համոզելու վրա։ Հիմա ինչ եք կարծում էլի, ինչ եք կանխատեսում, ինչ մեսիջներ են փորձելու հաղորդել ընտրողներին, որով դե անկեղծ լինենք, խաղաղությունը մի կոնցեպտ է, որը դժվար է վարկաբեկել, հա, բոլորը ուզում են խաղաղություն։ Այո։ Ինչ պիտի ասվի, որ համոզվի ընտրողը, որ խաղաղությունը կամ այս ձևով խաղաղությունը, դա կամ խաղաղություն չի, կամ վատ է, կամ պետք է պայքարել այդ խաղաղության դեմ։ Դե մենք իրական շատ բաներ արդենից տեսնում ենք։ Մեկը այնա, որ այս խաղաղություն չի եւ ընդհանրապես Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չի, Թուրքիայի հետ էլ խաղաղություն հնարավոր չի, դրանք մարդակեր, արոնարբու ինչ որ կենթայիներ են, որոնք որ ուզում են մենակ մեր արոնը խմեն կշտանան, ուրիշ բան իրանց հետ հնարավոր չի եւ միայն ցարնա որ մեզ կարա պաշտպանի այդ արոնարբու գազաններից այս նարատիվը շատ հստակ առաջատարվում, նաև այն նարատիվն առաջատարվում, որ այ մեր բոլոր խնդիրները նայած են, որ մենք մեզ սխալ պահեցինք Ռուսաստանի հանդեպ, որ Հայաստանն էր, որ երես թեքեց Ռուսաստանից, որ ինչ որ բաներում չհամաձայնվեց եւ դրա պատճառով մենք ստացանք այն ամեն ինչը, ինչ որ ստացանք, այ եթե մենք անենք այնպես ինչպես որ ուզում են ռուսները, ապա այս ամեն ինչը չի լինի եւ այսինքն այդ մեկ։ Ընդ որում, քանի որ մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մարդկության պատմության մեջ ամենավատ, ամենադաժան անցյալը ունեցող շատ քիչ կա ցեղասպանությունը, մարդկության պատմության մեջ 3-4 դեպք կա երևի թե ցեղասպանության, մեկը մերն է եւ ուզում ասեմ նաեւ շատ պարարտ հող կա հիմա այդ ամեն ինչը ընկալելի դարձնելու համար հասարակությանը։ Հայ մարդուն շատ պետք չի համոզել, որ թուրքը վատն է կամ Թուրքիի հետ խաղաղությունը հնարավոր չի։ Մի հատ ընդհանրապես ասում ես իր ասաղ բաները հիշում են, որում օբյեկտիվ լիքը բան կա, էլի, չեմ ասում։ Բան չէ, թուրքերը նստած մածուն են ուտում, մենք այդպես մտածում ենք, իրանք բան են, մարդակեր են։ Չէ, բայց այս փուլում
դա շատ հստակ քաղաքական նպատակներով է օգտագործվում։ Այսինքն, եկեք ֆիքսենք էլի, որ ռուսները հաստատ միլիոններ չեն ծախսում մեր լավի համար, որ մենք չվստահենք Թուրքիային, դա ծախսում են իրենց քաղաքական նպատակների համար։ Եվ այս առումով այդ նարատիվները ինչպես ես արդեն ասացի, դրանցից երկուսը առնվազն շատ տեսանելի են։ Ես կարծեմ երրորդն էլ է այլևս տեսանելի, դա փորձել, ընդ որում սա Ռուսաստանը արել է նաև Ռուսաստանում փորձել վարկաբեկել ցանկացած ժողովրդավարական ուրեմն նախաձեռնություն, զարգացում, ինստիտուտ, օրենքի գերակայություն, այդ ամեն ինչը փորձել դերկացնել, որ այդպես չկա։ Ընդ որում չկա ոչ միայն իրանց մոտ, չկա աշխարհում որևէ տեղ, որ դա անհնար է, ինչ եք խոսում, լավ դե մեծ մարդիկ եք, ոնց կարող օրենքի գերակայությունը, ձեզ թվում է Եվրոպայում կոռուպցիա չկա, գիտեք ընդ ինչ է կատարվում։ Այ մոտապես այս խոսույթները, որ ասում եմ, ընդ որում սա փայլուն օգտագործած է եւ աշխատացրած է Ռուսաստանում։ Ռուսաստանում մարդիկ 100% վստահ են, որ ժողովրդավարություն չի լինում, որ հնարավոր չի ընտրություններով իշխանություն փոխել, որ հնարավոր չի, որ դատարանը արդար որոշում կայացնի, որ հնարավոր չի, որ ոստիկանը լինի անկաշար, հասկանում եք, իրանք 100% վստահ են, որ դա անհնար է։ Հիմա ես կարծեմ, որ նաև շատ մեծ ռեսուրսներ են ծախսվելու են այդ նույն թեզերն ու նույն քարոզը տանելու մեր մոտ, իսկ մեր մոտ վերջին 20-25 տարիների ընթացքում, քանի որ Հայաստանում նույնպես եղել է մոտապես նույն բարքերն ու մոտապես նույն վիճակը, ինչ որ Ռուսաստանում, էդ էլ է շատ հեշտ քարոզելի դառնում մեզանում, որտեղ ինչ օրենքի գերակայություն դա անհնար է։ Լավ, իսկ մեր դիմադրողականությունը այդ առումով ոնց է գնահատում, այսինքն նույն պետական մարմինների Տեսեք, ինչ եմ ասում մերում, որովհետև հասարակության դիմադրողունակություն կա, ես կարծեմ, ու պետական դիմադրունակություն կա։ Հասարակության դիմադրունակությունը ինձ միշտ ապշեցնում է Հայաստանում։ Ասենք ես այն ամեն ինչ որ տեղի ունեցա Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում, ինձ թվում է ուրիշ երկիր ելներ, արդեն տենց բաներ էին ստեղծվելու, տենց տեղական զույված խմբեր էին ստեղծվելու, իրար հետ կռվելու են, մասիվի պաշտպանական ջոկատները հարձակվելու էին Ավանի պաշտպանական ջոկատների վրա։ Բայց ես ձեզ բանը ասում, մի քիչ ուրիշ երկիր լիներ, օրինակ չգիտեմ, Հարավային Ամերիկայում տենց երկրներ կան, Աֆրիկայում տենց երկրներ կան, որտեղ այն ամեն ինչի միջև Հայաստանը անցել է, արդեն տենց բաներ էր սկսել, տենց թալան, իրար վրա հարձակվել է, գյուղեր վառել, բան ինչ ասես բան։ Այս առումով հայ ժողովրդի դիմադրունակությունը ինքը ֆանտաստիկ մի հատ մակարդակի վրա է։ Թե այդ մանիպուլյացիաներին չտրվելու, թե ուրեմն զարմանալու են սառը գլխություն շատ հաճախ ցուցաբերելու, երբ որ հարցը վերաբերվում է Հայաստանի ներսում ինչ-ինչ իրավիճակների զարգացմանը, հա, ասում այս առումով դա ինչ-որ երևի թե առանձին հետազոտության մի հատ թեմա է, թե հայ ժողովուրդը ինչքան դիմադրունակ է, թե դրսից բոլոր այդ փորձերին ինչ որ ապակայունացումների, թե նաև ներսից փորձերի այդ ապակայունացումների։ Բայց սրան զուգահեռ թե մենք խոսում ենք պետության դիմադրունակության մասին, սենց ասեմ, որ հələ որ ամեն ինչ այսքան լավ է, դա զարմանալի է, որովհետև այդ դիմադրունակությունը, որ ինք ունի բազմաթիվ բաղադրիչներ, չգիտեմ, տեղեկատվական դաշտով սկսված պարեն, էներգետիկա, ես ամեն ինչը այսպես թե այնպես կապում է մեր դիմադրունակության ջրային ռեսուրսների, որովհետև խայտարակ վիճակ է։ Այդ դիմադրունակությունը ցորերի վրա օրինակը բերենք, հա, այս 24-25 թվականներին մենք հակառեկորդ ենք սահմանել, որովհետև Հայաստան ներկրվող նախ մեր բան ոնց է մեր բաշխվածությունը, ուրեմն մենք 20% ենք մոտապես արտադրում Հայաստանում օգտագործվող հացահատիկայինների, 80%-ը ներկրում ենք։ Վերջին 2 տարվա մեջ 99.9%-ը ներկրվողը եկել է Ռուսաստանից։ Ջրի վրա օրինակը բերենք, Հայաստանում խմելու ջրի 70%-ը պաշտոնապես կորուստ է։ Հիմա սա դիմադրունակ համակարգ է, սա դիմադրունակ համակարգ չի։ Այ դուք ասացիք, որ արտաքին ուժերը, տվյալ դեպքում Ռուսաստանը, փորձում է եւ փորձելու է ժողովրդավարությունը վարկաբեկել, հա։ Հիմա կարող ենք պատկերացնել մի իրավիճակ, որ օրինակ Նորվեգիայում ինչ որ մեկը փորձի կամ մտածի, որ լավ միտք է փորձել վարկաբեկել ժողովրդավարությունը։ Ուզում եմ հասկանալ, գուցե դա խնդիրն է, տվյալ դեպքում էլի պետական համակարգի, բայց այն իմաստով, որ ժողովրդավարությունը բավականաչափ ուժեղ չի Հայաստանում եւ խնդիրները այնքան շատ են, որ հեշտ է մարդկանց համոզել, որ այ դե տեսեք, դատարանները խնդիրներ ունեն, ոստիկանությունը խնդիր ունի, ամենտեղ կան խնդիրներ, հետեւաբար չկա ժողովրդավարություն, հետեւաբար ինչի մասին է խոսքը։
Այն որ Հայաստանում մեր մեծագույն խնդիրները դա ժողովրդավարական ինստիտուտների անկատարությունն է, դա միարժեք է, դրան զուգահեռ կա այսպիսի նաև կոնցեպտ պաշտպանունակ ժողովրդավարություն, որտեղ անգամ այն ուրեմն հասարակությունն, որտեղ ժողովրդավարությունը ավելի կատարյալ է, այսինքն համակարգերը աշխատում են, ինստիտուտները աշխատում են, անգամ այդ տեղերում կա ֆենոմեն, որ հակաժողովրդավարական ուժերը օգտագործելով ժողովրդավարական մեխանիզմները գալիս են իշխանության կամ հասնում են որոշակի հաջողության, ուսում են հարվածել ժողովրդավարությունը, դա դրա փաստեր մենք վերջերս տեսել ենք, էլի Հունգարիայում, Ռումինիայում եւ այլն եւ այլն։ Հիմա այս առումով Հայաստանը ես կարծում եմ իմ նշած երկրներից հլվի բանել ավելի վատ վիճակում է, որովհետեւ մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում ահռելի գովազդային արշավներ, այսպես որոնողական համակարգերում ահռելի գովազդային արշավներ, ընդ որում այդ գովազդային արշավների նյութերը վերնագրերը մենակ որ կարդում ես, արդեն իսկ լրիվ բավական հասկանալու թե դա որտեղից է գալիս եւ ինչա ու դեպի ուրա գնում, հա։ Այս պայդրությամբ որևէ մեխանիզմ Հայաստանում ոնց է պետությունը սրան հակազդելու, հակադարձելու ես չեմ տեսնում, դες ասեմ ավելին, այդ բոլոր գործողությունները երկու տարբերակով են աշխատում կամ հենց Հայաստանի տարածքում են աշխատում, այսինքն Հայաստանի տարածքում են ստեղծվում են ընկերություններ են նախաձեռնությունները, որոնք այդ ամեն ինչը այդ կոնտենտը գեներացնում են։ Կամ էլ ընդհանրապես Հայաստանից դուրս է այդ ամեն ինչ արվում։ Օրինակ Ռումինիայում ընտրությունների ժամանակ սա հրապարակված փաստ է 10,000-ից ավելի TikTok-յան օգտահաշիվ ստեղծվել է Ռումինիայից դուրս, գործում է ռումիներեն լեզվով եւ աջակցում էր կոնկրետ մեկ տեխնացուի, որի հետ կապված այդ խնդիրները հետո պարզվեցին։ Այսինքն ուզում ասեմ մենք ոչ իրականում պատրաստ ենք մեր տարածքում դրան հակադարձելուն, ոչ էլ բնականաբար առավելևս մեր տարածքից դուրս, հենց տարածքից դուրս աշխարհում ընդհանրապես մի քանի երկիր կա, որ դրան կարող է հակադարձի, դրան թողենք, բայց մեր տարածքում անգամ դրան ի վիճակի չենք հակադարձել։ Ես ուրիշ ձեզ բան ասեմ, իսկ օրինակ եթե այսպես մասսայաբար սկսվեն բաներ, ընտրակաշառքների ուրեմն գումար բերվի Հայաստան եւ այդ ընտրակաշառքները սկսեն բաշխվել։ Ընդ որում չբաշխվեն ընտրությունների օրը, բաշխվեն օրեր առաջ, ընդ որում շատ մեծ գումարներ համեմատած դրան, ինչ որ Հայաստանում եղել է, հա, նախորդ բաները հիշում եք, այդ 5000 դրամ էր, այնտեղ պահկար 10000 դրամ էր, պատկացեք շատ ավելի մեծ գումար է, դա շատ մեծ խնդիր չի, եթե դա կայսրության արժեք դրված նպատակ է։ Կարող է աշխատել։ Ես չեմ բացառում, որ այդ մեխանիզմը կարող աշխատի, որտեղ ոնց պետք է դրան հակադարձեն։ Իսկ այն արգումենտը, որ շատ լավ դու կարող ես այդ կաշառքը վերցնել, բայց քվեախցիկում դու մենակ ես եւ կարող ես գնալ։ Դեռ էլ հետեկան հայ ժողովրդի դիմադրունակության բարին, որ ոնց որ էլի հույսը դնում ենք, այո։ Բայց հենց այդ եմ ասում։ Փորձերը կարվեն, բայց ելքը կախված է։ Ոնց որ հիշում եք մի անեկդոտ կա, չէ՞, որ ասում է հայերը էլի հույսը դրել են իմ վրա, հիմա ոնց որ մենք էլի հույսը դրել ենք ժողովրդի դիմադրունակության վրա, իսկ ժողովուրդը ոնց որ պատվիրակել է, իշխանություն է տվել, պետություն է ստեղծել, որ այդ պետությունը սկսի այդ ամեն ինչով զբաղվել, կառուցել, որ ամեն անգամ չգանք չոքենք ժողովրդի դիմաց, ասենք մենք հիմա վերջին հույսը մնացել է քո հավաքական իմաստությունը, չէ՞, բա ինչի է այդ ժողովուրդը ԱԱԾ պահում, ինչի է այդ ժողովուրդը ոստիկանություն պահում, կենտրոնական ընտրական հանձնաժողով պահում, հետախուզություն, հակահետախուզություն պահում, դատական, եթե այդ սաղ պետք է ժողովրդի վերջո այդ հարցը լուծի, այն այդ ամեն ինչը չպահի, հարկերը ավելի քիչ կմուծի, ընտանիք կտանի այդ փողը, ինքն է մեկավերջում, սա իր վրա է մեկավերջում մնում, հասկանում եք, նույնիսկ այդ բանը գնում է նրան, որ հիմա պետություն մենք խոսում ենք պետության եւ պետության ինստիտուտների աշխատանքի մասին, թե որ վերջում դա ժողովուրդը կհասկանա, էլի, որը որից հետո է։ Եթե պետք է վերջում ներկա ժողովուրդը հասկանա, խինք են ամեն ինչը պահում։ Հասկանալի է։ Մենք նաեւ երբ որ խոսում ենք ժողովրդավարության մասին եւ այդ փորձերը վարկաբեկելու ժողովրդավարությունը առհասարակ, ժողովրդավարությունն ու անվտանգությունը իրար հետ հակասող բաներ են, չի կարա լինի։ Անվտանգ ժողովրդավարություն, որը ըստ իս բավականին աբսուրդ թեզ է, որովհետեւ Եվրոպան վերջին, չգիտեմ, երկրորդ աշխարհամարտից հետո կարծես թե չի բախվել որևէ անվտանգային ռիսկերի իր ժողովրդավարական ամուր ինստիտուտներով, բացառությամբ վերջին դեպքերը, որը փորձում է էլի ժողովրդավարական մեթոդներով կարծես պայքարի դրա դեմ։ Ինչը այս թեզը դեռ ակտուալ լինելու է։ Շատ ակտիվ այդ թեզը օգտագործվում է, տարածվում է, գեներացվում է, որ այ ժողովրդավարությունը թույլ է, ժողովրդավարական իշխանությունը թույլ է, ինքը չի կարա լինի ուժեղ, ինքը չի կարա պաշտպանի ձեզ, ձեր երեխաներին, ձեր երեխաներին կարա մի հատ այնց ուժեղ տղամարդ պաշտպանի, որը կգա ամբողջ իշխանությունը կվերցնի իր ձեռքը։ Ես հաճախ տեսնում եմ, ընդհանրապես հիմնական երիտասարդներն են այդպես բաներ գրում համացանցում, մեզ մի հատ Ստալին է պետք, թե երիտասարդը ընդհանրապես պատկերացնում է ինչ է նշանակում Ստալին եւ Ստալինը որ գա ինչ է լինելու իր հետ, հա։ Այդ շատ գիտեք Հայաստանում հատկապես երիտասարդությունն այս առումով խոցելի, որտեղ երիտասարդությունը չի տեսել Ռոբերտ Քոչարյան։
Իրանք չգիտեն իրանք չեն իմանում ինչ էր կատարվում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ավելին, իրենք չեն ապրել որևէ այլ համակարգում, քան թեկուզ թղթի վրա գրված ժողովրդավարություն։ Այո։ Որովհետև Ընդ որում եկեք նաև ֆիքսենք, որ Սերժ Սարգսյանի վերջին 4 ամյակն էլ էական ավելի թույլ ռեժիմ էր, քան Քոչարյաններ կամ Սերժի առաջին 4 տարիներ, էլի։ Իսկ մի հատ եկեք ֆիքսենք, որ 7 տարիա Հայաստանում հեղափոխություն ա եղել, այս 7 տարվա մեջ առնվազն 7 անգամ 18 տարեկան հրացած մարդիկ կան, ովքեր որ մտել են ընտրական գործընթացի մեջ, իրանք որևէ այլ բան չեն տեսել։ Դպրոցականն է հիմի չէ կամ նույնիսկ հիմի այն ժամանակվա դպրոցականներն են հիմի արդեն ընտրություններին մասնակցում։ Ուզում ասեմ այդ խնդիրն է կա։ Բայց այստեղ մի բան էլ պետք է հավելենք, որ մի հատ շատ լուրջ եւ այսպես մեթոդաբանական հարց պետք է բարձրացնենք, էլի, որ ասում են թե ժողովրդավարությունները անվտանգություն չեն տալիս, այն մյուսներն են տալիս, հա։ Իսկ այդ բռնապետությունը ինքը ում անվտանգությունն է ապահովում։ Այ հիմա տեսեք, հիմա վերցնենք Հյուսիսային Կորեան եւ վերցնենք պայմանական Բելգիան։ Հիմա Հյուսիսային Կորեան, եթե այդ չափումներով վերցնենք, շատ ավելի անվտանգ երկիր է, բայց ում համար է ավելի անվտանգ։ Անվտանգ է մի հոգու համար։ Ու կա մաքսիմում իր շրջապատի համար, դա էլ քանի դեռ ինքն է տենց ուզում։ Հասկանում եք, եթե դու ապրում ես մի երկրում, որտեղ վաղը կարան քո դուրը ծեծեն եւ օրինակ ինչ-որ մի հատ բառ ասելու համար կամ սկետ բառը չասելու համար, ուղղակի քո վրա դանոս են գրել, քեզ հավաքեն տանեն հետքդ կորցնեն, արդյոք դա անվտանգ երկիր է։ Դա անվտանգ է բռնապետի համար, դա անվտանգ չի քո համար որպես քաղաքացի։ Եվ ուրեմն եթե մենք խոսում ենք միջին վիճակագրական մարդու մասին, քաղաքացու մասին, ինքը բացի ժողովրդավարական համակարգից, որտեղ ինքը պաշտպանված է օրենքով, այլ համակարգ, որտեղ ինքը անվտանգ ապրում գոյություն չունի։ Ես էլ չեմ խոսում արտաքին սպառնակների մասին, ես խոսում եմ բացառապես ներքինի մասին։ Հիմա ինչ վերաբերում է արտաքինին, տեսեք, Հայաստանը 2018 թվականի հեղափոխությունից հետո 2 տարվա ընթացքում մինչև պատերազմը 20 թվականի ավելի շատ զենք զինամթերք էր գնել, քան դրանից առաջ 10 տարվա ընթացքում։ Հայաստանը լինելով այսպես զարգացող, կառուցվող ժողովրդավարություն, համենայն դեպս իր արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանի հանդեպ չփոխեց։ Մենք ռուսների Սիրիա գնացինք, ինչը նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ չէր արվում։ Մենք ռուսների առաջարկությամբ կամ ընդդիմությամբ կառավարության անդամներ էինք նշանակում կամ չէինք նշանակում։ Դեպք եղավ Հայաստանում, որ արտաքին գործերի նախարար չնշանակվեց, որտեղ ռուսական կողմը դեմ էր, բայց դա մեզ չփրկեց։ Եվ ուրեմն այդտեղ խնդիրը ոչ թե ժողովրդավարական ինստիտուտներն են կամ ժողովրդավարական ինստիտուտների բացակայություններ, այլ սխալ քաղաքական ուղղությունն էր Հայաստանի համար։ Եթե մենք այսպես ավելի փորձենք վերացարկվել այսպես իրականությունից կամ ռեֆլեքսիայի ենթարկել, իսկ արդյոք հնարավոր էր Հայաստանի համար այլ վերջաբան, չգիտեմ, 1998 թվականից ի վեր, երբ որ ըստ էության Հայաստանում խաղաղության եւ պատերազմի կուսակցությունների միջև հաղթեց պատերազմի կուսակցությունը, բայց պատերազմի կուսակցությունը անգամ հաղթելով հանդերձ, երկիրը չսկսեց պատրաստել պատերազմի։ Այսինքն իրականում Հայաստանը ոչինչ չընտրեց ոչ խաղաղություն, ոչ ընտրեց չպատասխանել այդ հարցին։ Եվ դու հարցին արդեն պատասխանեցին մեր փոխարեն։ Իսկ այս բևեռներից անդին, այսինքն իշխանական կուսակցության եւ խորհրդարանական դիտողոսային ընդդիմության այլընտրանքային նարատիվ ակնկալել կարելի է, որ կգեներացվի թե բոլոր արտախորհրդարանական ուժերը կամ նորաստեղծ ուժերը ցանկացած ուժ, որ պիտի ցանկություն ունենա մասնակցելու ընտրություններին, պիտի էլի այս երկու բևեռների միջև ընտրություն կատարի եւ արգումենտներ բերի այն կամ այս մյուս նարատիվի օգտին, թե հնարավոր է ինչ-որ փորձել լինելու են բնականաբար ինչ-որ այլ ընտրանք առաջարկելու, այս պայդրությամբ ես ճիշտ ասած քաղաքական թիմերից եւ ուժերից որևէ մեկի մոտ ինտելեկտուալ ներուժ չեմ տեսնում այլ ընտրանք առաջարկելու, ես դեռ չեմ խոսում այլ ռեսուրսների մասին, ես խոսում եմ զուտ ինտելեկտուալ ռեսուրսի մասին այլ ընտրանք առաջարկելու, բայց ես մի այսպիսի հետաքրքիր բան ասեմ, ես կարծում եմ, որ նույնիսկ այս ընտրությունները ստեղծել են որոշակի օպերատիվ տարածք այն խոսքս գնում են 60% մարդկանց մասին, ովքեր որ չեն վստահում ոչ մեկին։ Չեն վստահում ոչ մեկին, իմ կարծիքով դա ինչ է նշանակում, որ իրանք ժողովրդավարական բաների կրողն են, որ իրանք ուզում են, որ Հայաստանում շարունակվի ժողովրդավարական արժեքները, բայց իրանք չեն ուզում այսօրվա իշխանություններին, ու բնականաբար չեն ուզում առավել եւս այն մարդկանց, ովքեր որ կոչվում են այսօր դիտողոսակի ընդդիմություն։ Այս առումով ես կարծում եմ, որ հրաշալի իրականում պայմաններ են ստեղծված
մի ընդդիմության համար, որը որ կասի մոտավորապես այն ինչ որ ասում է իշխանությունը, բայց կասի այդ տարբերություններից մենք դա անելու ենք։ Այդ տարբերություններից մենք գալիս ենք գործ անենք, մենք իրանցից լավ ենք դա անելու, մենք իրանցից լավ ենք հասնելու խաղաղության, մենք իրանցից լավ ենք հասնելու ժողովրդավարական համակարգի կայացման եւ այլն, այսինքն խաղը մոտապես նույն դաշտում, նույն ընտրողի համար, ոչ թե փորձի հակադարձել ամեն ինչում իշխանությանը, հա։ Այլ ասում հա դա ինչ իրոք ճիշտ են ասում, բայց մարդիկ չեն կարող այս գործը անեն։ Հիմա ընկալել են ինչ պետք է արվի, բայց չեն կարող այս գործ անել։ Ինձ թվում է այդ ընդդիմությունը այսօր Հայաստանում ունենալու է եւ ունի ահռելի հնարավորություններ։ Բայց դրա համար իհարկե պետք է թիմ, դրա համար պետք է ռեսուրսներ, ժամանակն էլ շատ քիչ է, այնպես որ մի քիչ իհարկե այդ առումով քիչ հավանական է, որ նման ուրեմն նախաձեռնություն ստեղծվի եւ հաջողի, բայց բացառել պետք չի։ Եվ վերջում ես իմ բոլոր հյուրերին մեծ հարց տալիս, կարծում եմ բավականին մանավանդ այսօրվա մեր խոսակցության թեմայի շրջանակներում շատ ակտուալ է։ Նշեցիք 60% այդ մարդկանց, ովքեր որ չեն վստահում ոչ մեկին, նաև տվյալ ունենք, որ մեծ թվով մոտավորապես 30% մարդկանց չի պատրաստվում գնալ, չի ուզում գնալ քվեարկել, եթե ընտրությունները հիմա լինեին, հա։ Եվ այդ տոկոսը շատ ավելի բարձր է երիտասարդների շրջանակում, ասում են չեմ գնալու, ինչ է հետաքրքրում։ Ինչ կասեք մարդկանց, ովքեր որ ընտրելու իրավունք ունեն, ինչի պետք է իրանք գնան ու քվեարկեն առհասարակ ընտրություններին եւ հատկապես 2026 թվականի ընտրություններին։ Որովհետեւ այս ընտրություններին իրանք դա ընկալում են թե չեն ընկալում, իրանք դա դուր է գալի թե դուր չի գալի, որոշվելու է իրանց ծերունների, իրանց երեխաների բոլորի ապագան, ընդ որում մարդիկ ովքեր ասում են, որ ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրում, քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ այլն, ես այդ մարդկանց շտապ եմ այսպես տխրեցնել, դրանից իրանց վրա այդ քաղաքականության ազդեցությունը ոչ միտեղ չի կորում։ Իրանք կարան չզբաղվեն քաղաքականությամբ, կարան չհետաքրքրվեն քաղաքականությամբ, բայց դրանից իրանց կյանքի վրա այդ քաղաքականության ազդեցությունը չի անհետանում։ Եվ եթե վաղ օրինակ համար լինի պատերազմ, իրանց սիրելիները, իրանց երեխաները գնան պատերազմ, զոհվեն, կամ վաղը լինի խաղաղություն, իրանց երեխաները, իրանց սիրելիները ապրեն բարեկեցիկ եւ երջանիկ, կամ վաղը լինի ուրեմն, չգիտեմ, իրավական իսկապես Ռուսաստանում մեր վրա ջղայնանա եւ պատերազմ հայտարարի մեզ եւ այդ սաղ կամ օրինական պետություն կառուցենք, իրանք ապրեն օրինական պետությունում, կամ չկառուցենք օրինական պետություն, իրանց երեխի գողանան տանեն, չգիտեմ, փրկագին ուզեն այդ երեխեքի համար։ Այս ամեն ինչը ի վերջո կախված է իրանք գնում են ընտրություններին թե չեն գնում։ Որովհետեւ այդ որոշումները այսպես թե այնպես կայացվելու են, հարցը մենակ այն է, իրանք մասնակցելու են այդ որոշումների կայացմանը, թե չէ։ Ու ես մի բան ասեմ, մարդկությունը հազարամյակներով պայքարել է այդ հնարավորության համար, որոշելու սեփական ճակատագիրը։ Այդ առումով երևի դա աշխարհի ամենատարօրինակ բանն է, որ մարդիկ ինքնակամ հրաժարվում են իրենց ճակատագիրը որոշելու հնարավորությունից։ Ես ասում եմ, հազարամյակներով են մարդիկ պայքարել թագավորությունների դեմ, բռնապետությունների դեմ, ցեղապետերի դեմ, օլիգարխների դեմ, արիստոկրատների դեմ, ում դեմ ասես, որպեսզի մարդը հնարավորությունն է որոշելու իր հետ, իր կյանքը ոնց է դասավորվելու, ոնց է կառուցվելու։ Այսօր ասում եմ, չեմ գնալու։ Մի գնա։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, կարևոր շեշտադրումների համար։ Գնացեք ընտրելու եւ որոշեք ձեր ապագան ինքնուրույն։ Շնորհակալություն։